Բարի օր սիրելի հեռուստադիտող։ Այսօր պատրաստելու եմ քաղցրի տեսակ, որը աշխարհում շատ հայտնի է, շատ սիրված է։ Սփյուռքահայերը շատ լավ գիտեն, իսկ երևանցիները կարող է ծանոթացած լինեն իմ ճամփով, քանի որ մեկ-մեկ պատրաստում եմ կամ ռեստորանում ունենում եմ, բայց միշտ չէ։ Այսօրվա մեր բաղադրատոմսը աշս սարայա, այսինքն լիբանանյան հայտնի քաղցրավենիք է, որի մեջ լինելու է տոստի հացիկներ, կրեմային շերտ, ու ինքը այնքան հետաքրքիր ու այնքան համով ստացվում, որ չեք պատկերացնի այս բարձ բաղադրիչներով ինչ ենք ստանալ։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 300-ից 400 մլ սերուցք, 3 բաժակ տոստի հացեր, 5-ից 6 հատ ելակ, 100 գրամ կաթի սեր, 2 բաժակ շաքար, կես բաժակ բիստակ, 1 թեյի գդալ վարդի ջուր, 1 բաժակ ջուր, 40 գրամ շաքարի փոշի, 1 թեյի գդալ վանիլ։ Սկսենք հացիկներից։ Հացիկները ընդհանրապես կամ կարող եք այսպիսի տոստեր առնել եւ կարմրացնել ջեռոցում, կամ կարող եք դոբրակով, որ պատրաստ լինում է, կարմրած պատրաստ չոր, վերցնել ու քալդուն։ Իսկ ապրանքը եւ այսպիսի տոստերը որտեղից եք վերցնում, իհարկե 8 սուպերմարկետից, որովհետեւ եւս ստանաք եւ վերցնեք լավ որակով ապրանքներ եւ մասնակցեք խաղարկությունների։ Այս հացը ինչա լինելու։ Այս հացի համար կամ չոր հացերի համար պետք է պատրաստենք օշարակ։ Իսկ օշարակի համար ինչա պետք մեզ։ Շաքարավազ եւ ջուր։ Ինչ էի ուզում հիշեցնել, որ շաքարավազը իհարկե Մարանիգի շաքարավազն ենք օգտագործում, որովհետև դուք գիտեք, մենք բոլոր համեմունքները եւ հատիկեղեները եւ ալյուրները եւ լիքը բան օգտագործում ենք միայն Մարանիգ։ Հիմա ամենակարևոր մասը ես շաքարը ոչ թե բարձ սիրապ եմ պատրաստելու, այլ կարամելային։ Իսկ եթե կարամելային եմ ուզում պատրաստեմ, ոնց ենք պատրաստում, սկզբում շաքարը մենակ ենք թողում ենք ինքը չարչարվի, թողում ենք ինքը հալվի, թողում ենք ինքը վարվի, մի քիչ կատակ եմ անում, ու հետո ավելացնում ենք ջուրը։ Հիմա ավելացնում եմ շաքարը։ Ջուրը մոտավոր, որովհետև ես օգտագործելու եմ 2 գավաթ շաքար, 1 գավաթ ջուր եմ օգտագործելու, բայց հիմա չենք տնելու։ Թողելու ենք շաքարը լավ ինքը կարամելացվի, հետո կավելացնենք։ Իսկ մոտավոր 1 բաժակ շաքարը այսքան է։ Մինչև մեր սիրուպը պատրաստվի, հետո հացերի վրա ավելացնենք, մենք պետք է պատրաստենք քրեմ։ Հարիչը, դե ինչ, սկսում ենք սերուցքից։ Ավելացում եմ։ Սկսում ենք հարել։ Դե ինչ, արդեն մեր քրեման պատրաստ է, մի հատ սերքերս օճարեմ, իհարկե ABC-ով ու գնամ նայեմ շաքարը որտեղ է հասել։ Մենք կարող ենք մեր քրեմը մի քիչ սառնարանում տնել, ինքը ամրանա, մինչև որ մեր օշարակը պատրաստվի։ Քիչ ամնում, շատ քիչ ամնացել։ Լավ խառնում եմ, որպեսզի բոլոր շաքարը հալվի։ Պետք է ոչ մի հատիկավոր շաքար չի մնա։ Մի քիչ էլ համբերենք, դիմանանք, արդեն կլինի։ Ելակները կդրատուեմ այսպես։
կարող ենք 3 հատ շեր դնենք ու հետո այսպես կփացանք իրան, այսպես։ Իրականում ես ելակ եւ բիստակ եմ տնելու, բայց որևէ մեկ բանով կարող եք զարդարել, կարող եք միան բիստակ, կարող եք միան ելակ, կարող եք որևէ մեկ ուրիշ միրգ, բայց ելակին եւ բիստակին գոյությունը ես որևէ մեկ քաղցրի վրա շատ եմ սիրում։ Բիստակը արդեն ոնց տեսել եք պատրաստ է, մենք արդեն փշրել ենք, պատրաստել ենք, այստեղ մնում է մեր շաքարը պատրաստվի։ Այս հոտը ստացանք, ինչ որ կուզեինք։ Նա դե շաքարը կհալվի։ Դե ինձ սիրելիներս, հիմա շարում եմ մեր հացիկները։ Ոնց կուզեք կարող եք շարել։ Դե մենք մի քիչ անուշիկ սիրուն հացիկներ արինք, որպեսզի հետաքրքիր լինի, մեկա չի երևալու իրանք ինչ վիճակի են։ Okay. Հիմա այս ջուրը պետք է իր վրա ավելացնենք, այս մեր քարամելը, որը սարքել ենք։ Քաղցրը որ պատրաստեք, անպայման 1 օր առաջ պատրաստեք, որովհետև երկրորդ օր երբ որ հյուրասիրեք, այս հացիկները սաղթած են լինում, այդ քարամելը իրանց մեծ քաշած է, քրեման իրա կեցվածքն է ունենում, այսինքն ավելի լավ է 1 օր առաջ պատրաստեք։ Մի խոսքով այս բոլոր պաղաթիչները կվերցնեք ու կպատրաստեք։ Իսկ եթե ուզում եք համով ջաշեր պատրաստել եւ հետաքրքիր սոսեր եւ հետաքրքիր միսի տեսակներ եք ուզում, կարող եք սուշեֆ գնալ եւ ընտրել համով տեսականի, որովհետեւ իրենք ունեն եւ հետաքրքիր սոսեր, որը շուկայում չկա, եւ միսի տեսակ, եւ լիքը ուրիշ բաներ։ Մի խոսքով մեր սուշեֆ կորզընկերը շատ լավն է։ Դատարկում ենք մեր կրեմը։ Դե ինձ սիրելիներս, հիմա տնելու ենք սանարան, մի քիչ լավ ամրանա ու հետո կանենք զարդարանքը։ Ահա, արդեն սարելա, պատրաստա մեր զարդարելուն։ Այս մեր ելակները, որ կտրատել ենք, մի քիչ սենց բացում ենք ուղղակի ու անկյուններում թնում ենք։ Փորձում ենք մեր քրեմը չավրել։ Հիմա բիստակ։ Ընդհանրապես տարածում ենք ու արդեն պատրաստ է։ Եվ այսօրվա պաղաթրատոմսը տոստի հացով քրեմային աղանդերը պատրաստ է։ Անպայման դուք էլ պատրաստեք եւ այլն։ Բարի խորժակ։ Դե ինչ, արդեն ժամանակն է համ տեսելու իմ ամենասիրած քաղցրներից մեկ։
Կարամելային տոստ, քաղցրություն, քրեման հետաքրքիր համով։ Պետք է հիշեցնեմ ցես, որ ընդհանրապես ինչ որ սոսեր կամ հատուկ ինչ որ ապրանքներ, եթե կուզեք ձեր խոհանոցում օգտագործել, կարող եք դիմել սուշեֆին, կարող եք գնալ սուշեֆի խանութը եւ ընտրել լիքը տեսականի ունի համով սոսերի եւ համով ապրանքների, ինչ որ օգտագործում ենք խոհանոցում։ Դե ինչ, այս բաղադրատոմսը ասեցինք, դուք էլ կպատրաստեք եւ կվայելեք։ Իսկ մենք բաղ կհանդիպենք 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։